Պարլամենտական երկրներում, որտեղ ուժերի հարաբերակցությունը պարբերաբար կարող է փոխվել, իմպիչմենթը նույնիսկ փոքր սխալի դեպքում վարչապետին անվստահություն հայտնելու իրավական գործիք է։ Այդպիսին է Հայաստանի պարլամենտը։ Ոչ։ Հայաստանում մեկ մարդու և մեկ խմբակցության բացարձակ իշխանություն է, մեկ մարդու դիկտատուրա քաղաքական մեծամասնություն ՔՊ-ի վրա։ Այսօրվա Հայաստանում իմպիչմենթի գործընթացը հնարավոր է և պետք է սկսել միայն այն ժամանակ, երբ երկրում կա իրական երկիշխանություն։ Երբ այս իշխանությունը չի տիրապետում իրավիճակին, թելադրողը փողոցն ու ընդդիմությունն են, երբ ուժային կառույցները չեն համարձակվի արյունահեղության հրաման կատարել։ Այսօր նման իրավիճակ է։ Ոչ։ Վերջերս ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանն էլ էր ասում. Հայաստանում իմպիչմենթը հնարավոր է միայն այն դեպքում, երբ առկա է հզոր հանրային ճնշում։ Պետք է փորձել նման իրավիճակ ստեղծել։ Այո։ Կամ մեկ այլ մեկնաբանություն։ Փորձառու Դավիթ Հարությունյանը ասում է. նախաձեռնողները պրիմիտիվ չեն, ճկուն են և իր կարծիքով իրական նպատակը վարչապետի միասնական թեկնածու որոշելն է, առանց որի հնարավոր չէ իմպիչմենթ սկսել։ Եթե իրոք այդպես է, այդ նպատակով էր պետք նախաձեռնություն քննարկումներ սկսել։ Միասնական թեկնածուն որոշվելու է կամ փողոցում, հզոր ճնշման արդյունքում, կամ ընտրություններով։ Քայլերի հերթականությունը խառնելը ավանտյուրա է կամ սադրանք, կամ այլ նպատակ է հետապնդում։ Ինչը կարող է լինել նպատակը։ Փորձել շանտաժի ենթարկել Հայաստան խմբակցությանը, կամ ասեք իմպիչմենթի են գնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությամբ, կամ ընդունեք Ռոբերտ Քոչարյանը ձեր թեկնածուն չէ։ Էդգար Ղազարյանը, Նարեկ Մալյանը պարբերաբար երգում են. Ռոբերտ Քոչարյանը ռեսուրս չունի, ինձ հետաքրքիր է ումից են փոխարել այս միտքը, Ռոբերտ Քոչարյանը Հայաստան դաշինքի ղեկավարը չէ։ Ես հստակ հնչեցնում եմ Ռոբերտ Քոչարյանի անունը որպես վարչապետի թեկնածու Հայաստան խմբակցության կողմից, ասում է Էդգար Ղազարյանը։ Էդգար Ղազարյանը հանդիպել է երկրորդ, երրորդ նախագահներին Բագրատ Սրբազանին։ Մամուլում Էդգարին հղումով հրապարակում եղավ, որ միայն երկրորդ նախագահը չի ողջունել հենց այսօր իմպիչմենթ սկսելու գաղափարը։ Հարգելի լրագրողներ, հաշվեք, ես գիտեմ, չգիտեմ նախագահների հետ զրույցների բովանդակությունը։ Երրորդ նախագահը ողջունել է հենց այսօր իմպիչմենթ սկսելու ծրագիրը։ Թող Էդգարը ասի։ Եթե ասած ողջունել է, ես առաջարկում եմ պատիվ ունեմ խմբակցությանը սկսել թեկնածուի անուն տալ։ Ասում են, թող Հայաստան դաշինքը առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, պատիվ ունեմ Արթուր Վանեցյանի։ Արթուր Վանեցյանը ինչ կապ ունի պատիվ ունեմ խմբակցության հետ։ Իմ համոզմամբ ստորակետ Հայաստան խմբակցության առաջնորդը երկրորդ նախագահն է, պատիվ ունեմինը երրորդ նախագահը։ Ինչու եմ խնդիրն այսպես ձևակերպում։ Հանրապետական մեր գործընկերներից այսօր իմպիչմենթ սկսելու բազմաձայն հավանություն տվողներ կան։ ՀՀԿ-ում դերակատարում ունեցող հարգելի Արտակ Զաքարյանը ասում է. իմպիչմենթը հնարավորություն կտա ապագա կառավարությանը չեղարկել այսօրվա իշխանության որոշումները, բացի դրանից ընդդիմադիր թևերին միավորման կտան։ Հայկ Մամիջանյանը ասում է, իմպիչմենթը հնարավոր է, բայց այս պահին մենք թեկնածու չունենք։ Էդգար Ղազարյանին գնահատում եմ, աշխատասեր է, հումորով, համառ է, հիանալի նմանակումներ է անում։ Բայց չափազանց շատ է խոսում, ինչը լավ հատկություն չէ, համառ սևեռումներ ունի, ինչը ևս լավ տեղ չի տանում։ Բայց երբեմն լկտի անում է ու փորձում շանտաժի ենթարկել։ Տեսեք ինչ է ասում Էդգարը։ 2021-ի օգոստոսի 2-ից բոլոր պատգամավորները անվերապահորեն վստահություն և աջակցություն են հայտնել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։ Նիկոլ Փաշինյանի օրակարգն սպասարկում։ Ինձ համար ինչ տարբերություն, Արամ Սարգսյան, թե նրանցից մեկը։ Եթե չստորագրեն, թող փորձեն հաջորդ ընտրություններում առաջադրվել։ Միայն իրենց բարեկեցության մասին մտածեն, աշխատավարձ ստանան, օգնական ունենան։ Անկեղծ ես չգիտեմ, Էդգարը այսօր կուսակցության անդամ է թե ոչ։ Հիշեցնեմ Էդգարին։
Ես միշտ օգնականներ եմ ունեցել։ Հաստատում եմ, ինքն էլ լավ օգնական էր։ Նարեկ Մալյանին միայն հիշեցնեմ, որ իրեն այդքան ոգևորած 2018-ի ելույթում ես նաև ասել եմ, կուրքեր չեմ ընդունում։ Եվ հետո Էդգարն ու Նարեկն են ինձ պարտադրելու այսօր անել մի բան, ինչին ես չեմ հավատում։ Ում են պարտադրելու։ Ես կճնշեմ այդ պատգամավորին, ասում են Նարեկը։ Դեռ ինչ ճնշի։ Նարեկը հաճախ լկտի անում է, ասում է, 2021-ին խաբել են ավանցյուրիստի նման, քվեին կլյանչի տանում, անդիմադիր աֆերիստներ, անբարոյական կեցվածք ունեն։ Սիրով ասեմ, լկտիությամբ Նարեկի հետ կարող են մրցել միայն մի քանի ԿՊԱ-ական պատգամավորներ։ Հարգելի լրագրողներ, թող ձյուն չգա Նարեկ Մալյանի հետ Գարղազարյանի գլխին, թող կանաչ արև ունենան, բայց թող չափերը ճանաչեն, կեղծ օրակարգով հասարակությանը մոլորեցնող ԿՊ-ն հերիք է։ Վերջերս Հանրապետության 3-րդ նախագահը ասաց, որ իշխանափոխության ծրագիր ունեն մինչև 26 թվականը։ ՀԿ-ն նաև միշտ հայտարարել է, որ ոչ մի ընդդիմադիր ուժ միայնակ իշխանափոխություն չի կարող անել։ Ուրեմն այդ ծրագիրը կներկայացվի, կտեսնենք։ Վստահ եմ, այդ ծրագիրը հենց այսօր իմպիչմենտ սկսելը չէ։ Ինձ համար այս թեման այլևս փակ է, որովհետև Հայաստան դաշինքի եւ երկրորդ նախագահի դեմ կազմակերպած այս արշավը բարոյական չէ։ Իսկ ինչը բարոյական չէ, արդյունավետ չի լինելու։ Շնորհակալ եմ, հարցեր չկան։ Ներողություն, հարցեր կան։ Ներեցեք, կներկայանաք նոր, հա։ Ներեցեք, ես CVKM-ի հարցերին չեմ պատասխանում։ Հաջորդը։ Դուք իմ իրավունքը մի ճնշեք, դուք իմ իրավունքը ձեր սահմանները մինչև իմ սահմաններն են։ Ես ամեն դեպքում հարցս կտամ, դուք մի պատասխանեք, պարոն Վարդանյան։ Հերթով։ Ես հարցս կտամ, դուք մի պատասխանեք, պարոն Վարդանյան։ Ես ավարտեցի ձեր մասով։ Եթե Սերժ Սարգսյանի պատիվ ունեմ առաջարկի դուք կընդունեք եւ 1 ամիս ժամանակ է մնացել իմպիչմենտի կորցնացելու համար։ Պատիվ ունեմ, եթե չեմ սխալվում, դուք եք սխալվում, 1 տարվա նման ժամկետ չկա, պատիվ ունեմ հայտարարել որ տեխնացու չունի։ Խնդրեմ։ Բայց եթե առաջ կդի Սերժ Սարգսյանը Եթե ներով չեմ առաջնորդվում։ Եթե իմպիչմենտը կերտ օրակարգ է, պարոն Վարդանյան, այդ դեպքում Հայաստան դաշինքը ինչու է հայտարարել, որ 8 ստորագրության պարագայում 28 ստորագրություն կապահովի։ Ինչու է պատասխանում Հայաստան դաշինքը կերտ։ Ես կարծում եմ կերտ օրակարգ չեմ ասել, ես ասել եմ իմպիչմենտը իրավական գործիք է, բայց այդ սկսելու համար կարդացեք ինչի անհրաժեշտ Հայաստան դաշինքի հայտարարությունը։ Հաջորդը։ Ասացի ԿՊ-ն հերիք է դրա համար։ Ավելին ասեմ, կարծեմ պարոն Մամեջյանն ասել է, որ եթե Հայաստան դաշինքը առաջադրի Ռոբերտ Քոչարյանի տեխնոսին են կմիանան։ Տեսեք, հարգելի լրագրողներ, ինչ ասել Ռոբերտ Քոչարյանը։ Ասել է առաջիկա լուրջ գործընթացներին, փողոցային շարժում, արտահերթ կամ հերթական ընտրություններ, մասնակցելու ենք, ծանրակշիռ մասնակցություն ենք ունենալու։ Ուրեմն կարող եք այս ասածից ենթադրել, որ Ռոբերտ Քոչարյանը հենց այսօր իմպիչմենտ սկսելը լուրջ գործընթաց չի համարում։ Ես կդժվարանամ ասել, եթե դուք հետևում եք եւ մեր ԶԼՄ-ներին եւ որոշակի կողմնորոշում ունեցող ԶԼՄ-ներին, կտեսնեք, թե ովքեր են այս օրակարգը անընդհատ փորձում առաջ տանել։
Երեք շատ լավ ձևակերպում էր տվել պարոն Ռուստամյանը, որ սա ավելի շատ ընդդիմադիր դաշտում տեղավորվելու խնդիր է, քան թե իշխանության դեմ պայքար։ Բայց գիտեք, եթե նայենք վերջին շրջանի, ես թողնում եմ եւ ԿՊՆ-ի տեղում, գիտեք ինչպես է վերաբերվում երկրորդ նախագահին, թողնում եմ հանրապետական կուսակցությանը ի վերջո վերջերս երրորդ նախագահ ասել, որ թշնամություն չունի, բայց նաեւ արտախորհրդարանական բազմաթիվ ուժերի կարծես թե հիմնական թիրախը դարձել է այսօր Ռոբերտ Քոչարյանը։ Եվ դա վատ չէ։ Ում են թիրախավորում, ում են փորձում ազդեցությունը նվազեցնել, ով որ ուժեղ է։ Եվ ես վստահ եմ, որ այս հարցակումներ չասեմ, բայց այս վայնասումները միայն ուժեղացնում են Քոչարյանի դիրքերը։ Տեղը լայն է, բայց չգիտես ինչու ամեն մեկը փորձում է ուրիշի հաշվին այդ տեղը լայնացնել, երբ որ ամեն մեկը, ես կարծում եմ, պիտի աշխատի իր վարկանիշը բարձրացնել, իր ազդեցությունը մեծացնել։ Պարոն Վարդանյան, ասես Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այդ թիրախավորումը պարոն Քոչարյանի կարգավորում։ Ես դեռ կարծեմ վարտեցի եւ ես նման բան չեմ ասել։ Համեցեք։ Պարոն Վարդանյանը, նախ թիրախավորման հետ կապված, օրինակ պատիվ ունեմ մի խմբակցության ղեկավարը հայտարարում, ասում է տարիներ շարունակ Քոչարյանի համակիրներ ներկայացողները քննադատել են արշավ են կազմակերպել Սերժ Սարգսյանի դեմ եւ տարակուսած են հանրապետականում, ասում են Քոչարյանը մի քայլ չի արել անգամ, որ զսպի նրան։ Նախ այս մասով ինչ կասեք, ինչու չեք զսպել անձանց, որոնք ներկայացել են ձեր քննարկիչներ։ Հասկացում։ Եվ մյուս հարցը, արդյոք տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի եւ Ռուսաստանի նախագահի միջև հանդիպում, թե ոչ Մոսկվայում։ Նախ ասեմ, որ այդ հաստատումը, այդ ասածը պարոն Մամեջյանն է ասել, համաձայն չեմ, այդպես չէ եւ դրա փաստերը ես ունեմ, չմանրամասնեմ։ Ի վերջո նաեւ ակնհայտ է, որ այս ներքին խզումը կամ այսպես ասած ձեր ձևակերպումներով սկսվեց, հատկապես սկսվեց երկրորդ նախագահի վերջին մեծ ասուլիսից հետո։ Բայց Ռոբերտ Քոչարյանի հանդեպ նման վերաբերմունք եղել է տարիներ շարունակ, երկար տարիներ։ Այստեղ մեկը մյուսին մեղադրելը ես արդար եւ ազնիվ չեմ համարում, յուրաքանչյուր ուժի շուրջ կան համակիրներ եւ այդ համակիրները ամեն մեկ անհատականություններ են, անհատներ են, փակել բոլորի բերանը ճիշտ չէ եւ արդար չէ, ամեն մեկ իր տեսակետն է հայտնում, բայց հատկապես կրկնում եմ երկրորդ նախագահի մեծ ասուլիսից հետո Քոչարյանի հանդեպ ճնշումներ չասեմ Քոչարյանին դժվար է ճնշելը, չափից ավելի մեծացել են։ Եվ եթե որևէ մեկը փորձի իսկապես մոնիտորինգ անել, կտեսնենք, որ այդ օրվանից սկսվեց այս ամբողջ պատմությունը, բայց դա երկրորդական է, ամենահիմնականն այն է, որ տեսեք, ի վերջո ինչու առաջացավ տարանջատման այդ գաղափարախոսությունը, որտեղ ակնհայտ դարձավ գոնե ինձ համար, ես ասացի այդ մասին, որ եթե հնարավոր չէ լիարժեք համախմբվել, ուրեմն ճիշտը տարանջատվելն է եւ ամեն մեկ իր կարողացածի, իմացածի, պատկերացրածի ձևով շարունակել պայքար այս չարիք իշխանության դեմ։ Իսկ եթե ավելի անկեղծ ասեմ, այդ տարանջատումը նոր չէ։ Նախկին իշխանության տարանջատումը Ռոբերտ Քոչարյանից սկսվել է դեռևս 2008 թվականից հետո։ Երկրորդ հարցը հանդիպում եղել է, թե չէ, երկրորդ հարցը եւ ես իմ հարցը կտեղադրեմ։ Մամուլում հրապարակում է եղել, որ նման հանդիպում տեղի է ունեցել, դա չի երկվել, չի հաստատվել, այդքանը։ Այսպես անորոշ ինչու եք պահում, ասեք, կամ հանդիպել են, կամ չեն հանդիպել։ Բայց ես ասում եմ այն ինչ գիտեմ, չէ՞։ Իմ չիմացածի մասին ես երբեք չեմ ասում։ Իսկ չեք լսում ախր, իմ չիմացածի մասին ես երբեք չեմ ասում։ Իսկ իմ իմացածի մասին երբեմն չեմ ասում։ Այսինքն դիտեք չեք ասում, Հայաստան դաշինքը ունի հայտարարություն։ Մարդիկ նամակով դիմել են ինձ,
Եվ վերնագիրն էսպես է, իմ պատասխանը Աղվան Վարդանյանի իմպիչմենտի մասին։ Պարոն Վարդանյան, Հանգիստ։ որ տարանջատումը այդուհանդերձ թուլացնում է ընդդիմադիրներին եւ ավելի դժվար կլինի հաջողության հասնել եւ ստացվում է այնպես, որ հասնում դու գնում եք հերթական ընտրությունների արտահերթը բացառում եք։ Նորից եմ կրկնում, Ռոբերտ Քոչարյանի երկրորդ նախագահի ասածը հստակ։ Բոլոր լուրջ գործընթացներում արտահերթ, հերթական փողոցային շարժում Ռոբերտ Քոչարյանը Հայաստան դաշինք ունենալ է ծանրակշիռ ներկայություն։ Բայց եկեք արձանագրենք, եթե բազմաթիվ փորձերը, բազմաթիվ քննարկումները լիարժեք համախմբվելու հնարավորություն չեն տվել, չի երևում այդ հնարավորությունը այսօր, ուրեմն մնում է մի հատ ճիշտ ճանապարհը։ Ամեն մեկը իրենից իսկապես ազդեցիկ ծանրակշիռ ուժ ներկայացնողները աշխատեն այսօր իրենց վարկանիշը բարձրացնելու համար, որպեսզի հետագայում յուրաքանչյուրը, ես տեսեք, մի բան էլ ձեզ ասեմ, իմ անձնական կարծիքը, ես խորապես համոզված եմ, որ այս իշխանությունը երկար կյանք չի ունենալու եւ հաջորդ իշխանությունը չի լինելու միաբևեռ, այնպես որ յուրաքանչյուրը աշխատելու տեղ ունի։ Պարոն Պարոն Վարդանյան, Վարդանյան, մի հարց էլ ես տամ, տեսեք, դուք ասում եք, որ այս պահին իմպիչմենտի գործընթացը լուրջ չի համարում երկրորդ նախագահն եւ նույն ժամանակ ասում եք, որ մենք ծանրակշիռ ներկայացում պատրաստ ենք ապահովել ցանկացած գործընթացին։ Դուք համարում եք, որ հերթական Հայաստանում որևէ ընտրությամբ իշխանություն փոխվել է, եթե այդ դեպքում ինչու ինքներդ չեք նախաձեռնում, ասենք, փողոցային պայքար։ Տեսեք, ժողովուրդ ջան, այս ընթացքում առնվազն 3 խոշոր փողոցային շարժում է եղել։ Եթե հիշում եք, առաջինը հայրենիքի փրկության շարժումն էր։ Հայրենիության փրկության շարժումը համակարգում էր մեր խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը։ Վազգեն Մանուկյանը թեկնածուներ, առաջնորդներ, շարժումը համակարգում էր Իշխան Սաղաթելյանը, շարժման համակարգմանը մասնակցում էին երկրորդ նախագահը, երրորդ նախագահը, Վազգեն Մանուկյանը, Արթուր Վանեցյանը, Գագիկ Ծառուկյանը, 6 հոգի հիշում եք։ Հայաստան դաշինքի դերակատարությունը այդտեղ երկրորդ խոշոր շարժումը, դիմադրության շարժումը դարձյալ համակարգում էր Իշխան Սաղաթելյանը, Հայաստան դաշինքը եւ երրորդ սրբազան շարժումը արդեն իհարկե սրբազաններ առաջնորդել, սրբազաններ սկսել, բայց էլի Հայաստան դաշինքը այդտեղ ուներ առանցքային դերակատարություն։ Ի վերջո հիշեք նաեւ այսպիսի արտահայտություն կար, չէ՞, մաշեցնելու ենք մինչև քոքը։ Հիմա նայեք այսօրվա այս տղայի վարկանիշը եւ կարծես թե մաշեցնելը հաջողվել է բավականին։ Մենք միայնակ չենք արել դա։ Հանրապետական կուսակցությունը բոլոր այդ շարժումների ժամանակ աջակցել է, մասնակցել է, այնպես որ կարծում եմ, որ դրա պատասխանը կա։ Հայաստան դաշինքի մասին ենք խոսում եւ ապագայի մասին էլ ասվել է բոլոր հնարավոր պարագաներում, այդ թվում փողոցային շարժման։ Պարոն Վարդանյան, չեք համարում, որ ինքներդ մաշվեցիք։ Հայաստան դաշինքը տեխնացու չունի։ Խնդիրը ինչու՞ն է, որ տեխնացուի շուշնախ համաձայնության չէ գալի։ Ես իմ խոսքի մեջ ասացի, չէ՞։ Եթե չի առաջադրում տեխնացու նշանակում է, որ վստահ չի իր առաջնորդի հաղթանակի վերաբերյալ, այլ թվում, որ քպականները ոչ միայն իրեն չեն ընտրի, այլ նաև հանրային վստահություն չունեն եւ ժողովուրդը ներողություն եմ խնդրում, բայց դուք սխալ հետևություններ եք անում։ Հիմա եկեք այսպես պատկերացնենք, մենք ինչ ենք ասել ենք թող լինի այդ 36-ը, 36 ստորագրությունը, ում անուն ուզում եք բերեք, մենք միանում ենք։ Հիմա ձեր կարծիքով ում անունը որ բերեն այդ համախմբում, այդ շարժում, այդ փողոցային բանը լինելու է, նորից եմ ասում, մեր հայտարարության ես ավելացնելու բան չունեմ։ Իսկ ինչու չի լինի այդ համախմբումը։ Ոչ Ռոբերտ Քոչարյանին, ոչ Սերժ Սարգսյանին, ոչ նրանց հետ փոխկապակցված որևէ մեկին։ Այս 7 տարիներին Տեսեք, ես մի սարսափելի բան եմ նկատում, էլի։ Հիմա ով է այսօր խոսում ժողովրդի անունից, եւ միշտ է խոսել ժողովրդի անունից։ Նիկոլ Փաշինյանը, այսօր ժողովրդի անունից խոսում են Էդգարն ու Նարեկ Մալյանը,
Հիմա էլ դուք եք խոսում ժողովրդյան։ Ես լսեք։ Ես ուղղակի տանել չեմ կարողանում այն մարդկանց, ովքեր խոսում են ամբողջ ժողովրդի անունից։ Դա իլյուզիա է, ֆիքցիա է, ձեր փոքր որ կիսադար հրապարակները ոչ ընդդիմության հրավիրած հավաքներին եղել է ավելի շատ մարդ, քան Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին։ Այո։ Փոխվեց այ որ Սրբազանը իրավական խոչընդոտներում է։ Չէ, դա շատ վաղուց էր։ Այսինքն երբ որ հանրությանը ասում էր, որ Բագրատ Սրբազանն է վարչապետի թեկնածու, ըստ էության գիտենալով որ կա իրավական խնդիր, միևնույն է հանրությանը դա էր մատուցվում։ Գիտեք, ի վերջո հանրության մեծամասնությունն է որոշում։ Ես շատ վստահ չեմ, որ 2018 թվականին, եթե հանրությունը այդքան համախմբված կամ խաբված չլիներ, Նիկոլ Փաշինյանը կարող էր դառնալ վարչապետ։ Այդ մասին չխոսենք հազար ուրիշ։ Բայց ինչու եք բոլորդ միասին խոսում։ Համեցեք։ Կարծում որ իմպիչմենտի համար չկա բավարար նախադրյալներ։ Օրինակ մայիսի 9-ին մենք տեսանք լեցին հրապարակ, հանրապետության հրապարակը ամբողջովին լիվտ է։ Ինչն է խանգարում այդ մասային պետքին հավաքել հրապարակում ու ճնշում գործադրել։ Դե հիմա դες ասացի, 3 խոշոր շարժումներ են եղել, այդ 3 խոշոր շարժումների մեջ ամենամեծ դերակատարություն ունեցել է Հայաստան դաշինքը։ Հիմա մեզ ասել են, որ կա ծրագիր մինչև 26 թվական, այդ ծրագիրը կլինի, կքննարկենք եւ կմասնակցենք։ Ով է ասում հիմքեր չկան։ Մեր խմբակցության հայտարարության մեջ հստակ գրված է առաջի կարծեմ պարբերությունում, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն իմպիչմենտ հայտնելու իրավական, քաղաքական ծանրակշիռ հիմքերը առկա են։ Նախադրյալները ասում են ժողովուրդը, բայց այդ ժողովուրդը գուցե հավատվում է, սպասում է ձեր պատասխանին, որ հավաքվերապարակում ու քաղաքականներին ճնշի։ Դե դրա համար էլ ասում ենք, երբ որ կլինի 36 ստորագրություն, մենք մեր ստորագրությունները կմիացնենք, կդառնա 36 ստորագրություն եւ կտեսնենք։ Ինչու եք սպասում, որ եթե Ղազարյանն ու Նարեկ Մանյանը դա անեն, գուցե Հայաստան դաշինքը դա անի, ջան գործադրեք, մասնակցից նորից պիտի կրկնեմ իմ ամբողջ գրավոր խոսքը։ Նորից կարդացեք, հետևություններ կանեք։ Սախողվեցին այդ հանրավակների այդ շարժումները, որովհետեւ միգուցե դուք եք մաշվել, պարոն Վարդան, ձեր ռեյտինգները են մաշվել։ Կամ այդ ընթացքում մաշվել։ Նախ սովորեք։ Կա գուցե բառ եւ կա միգուցե բառ։ Գրափարում գուցե նշանակում է հնարավոր է լինի, միգուցե նշանակում է հնարավոր չէ չլինի։ Սա ինձ թող խնդրում եմ ճիշտ օգտագործեք, սա իբրև խորհուրդ ձեզ բանասերի կողմից։ Կա այստեղ մի խնդիր։ Այս իշխանության բնույթը, տեսակը, իմ խոսքի մեջ ես էլ ասացի, չէ՞, ինչպիսի իշխանություն մենք ունենք։ Գիտեք փողոցային շարժման ճնշման բոլոր դեպքերը, գիտեք բոլոր ուժային կառույցների ենթակայությունը ստրկական մեկ մարդու։ Ինչու հնարավոր եղավ 18 թվականին ժողովրդային ավելի սրբազան շարժումից փոքր ճնշման դեպքում իշխանափոխություն, որովհետև իշխանությունը պատրաստ չէր գնալ այնպիսի քայլերի, ինչպիսին պատրաստ է իշխանությունը պահելու համար այս իշխանությունը։ Սրանց հեռացնելու համար շատ ավելի մեծ ճնշում եւ շատ ավելի մեծ շարժում է անհրաժեշտ։ Ոչ, այսօր հերթական ընտրությունների մասին որևէ խոսք չկա, արտահերթ ընտրություններ կլինեն թե չէ շատ բարդ է ասելը, բայց այսօր մեր ամբողջ աշխատանքը 3 տարբերակներին պատրաստվելն է եւ մենք փորձում ենք դա անել։ Իսկ որ ասում եք ծրագրի մասին է խոսել կներեք, նկատի ունեք Սերժ Սարգսյանի հայտարարությունը։ Ես բառացի ասացի, երրորդ նախագահը վերջերս ասել է, որ մինչև 26 թվականը ծրագիր կա։ Պարոն Վարդան, մի տեխնիկական հարց է տա, մենք պատիվ ունենք եթե ընդհանրապես քննարկումներ ունենք, այս մասին խոսում եք, թե միայն հանրային։ Մենք ընկերներ ենք, մենք շատ ջերմ հանդիպում ենք, կարծեմ կարդացել եք
Պարոն Աշոտյանի վերջին հանդիպումը, որը ես պարբերաբար այցելում եմ նրան զրուցում Այս ենք։ թեմաները ինչու իրար մեջ չեք քննարկում ու բանթանու Իսկ ինչ գիտեք, որ չենք քննարկում։ Ձեր ներկայությամբ չենք քննարկում։ Պարոն Վարդան, մի հարցնես։ Վարչապետի տեխնացուի մասին երկու տեղ հանդիպում խոսում։ Դուք նորից չեք լսել իմ խոսքը։ Երբ որ ես ասում եմ, դուք չեք լսում իմ խոսքը։ Ես հատուկ պատրաստվել եմ, 2 օր աշխատել եմ ձեր համար, որ լսեք, չեք լսում։ Ես ասում եմ, եթե նպատակը միասնական տեխնացու առաջադրելն է, ուրեմն այդտեղից սկսել, այդ քննարկումները սկսել։ Առաջարկում է պատիվորը։ Պատրաստ եք երբ Եթե պատիվորում ես առաջարկի միասնական տեխնացուի հարց քննարկել, ոչ թե ձեր բերանով։ Մանուջանին երեք ասում։ Տեխնացուից հարցը առաջադրել անգամ եթե Հայաստան խմբակցությունը Հայաստան խմբակցությունը կմիանա ցանկացած տեխնացուի առաջադրման դեպքում։ Այդ Նիկոլ Փաշինյանի։ Եթե դուք ուզում եք, Իսկ դիտարկում է դաշնակցությունը բան բախեն։ Ինչպես? Հայաստան դաշնքի կազմող դաշնակցությունը դիտարկում է այլ տարբերակով օրինակ ուժի կիրառմամբ իշխանացողությունը։ Նա դաշնակցությանը բնորոշ այդ գործիքակազմը օգտագործել հնարավոր է դա։ Դաշնակցությանը վերաբերող հարցերին տվեք դաշնակցականներին, ինձ մի տվեք։ Դուք իրենց մեղադրում եք, հեչ պարոն Վարդանյան, որ 2018-ին իրենք կողմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանին։ Ես մեղադրում եմ ձեզ, որ 18 թվականին ինչ չլսեցիք։ Բայց ձեզ նախ չլսեց ձեր 120-ամյա կուսակցությունը։ Ես ինչ եմ ասել 18 թվականին։ Ասել եմ, որ սա ողբերգական հետևանքներ է ունենալու իմ ժողովրդի, հրապարակի երիտասարդության, Արցախի իմ պետականության համար։ Նա մեղադրում եք դաշնակցությունը։ Դուք չեք, ձեզ եմ մեղադրում։ Որ այդ ողբերգությունը չկանխեց, կա այլ ավելի կողմ։ Ես դատավոր չեմ, ես անհատականություն եմ, ես իմ տեսակետը ասել եմ եւ դուք ինչ չեք լսել, ինչ ասում։ Լավ չեք արել, լավ չեք արել։ Բան վարդան, այս ընդդիմության ներսում եղած քննարկումները քննադատության իշխանությունն ասում են ընդդիմության տեղի համար է, բայց ենթադրենք այնպես նշանակում, որ երկրորդ նախագահ իշխանություն է ստանում եւ քննադատության այս ամբողջ տարիքավորը երկրորդ նախագահի կասեցումը քաղաքական ասպարեզից դուրս մղելն է, իշխանություն է դարձել։ Այդ դեպքում հանրապետական Սերժ Սարգսյանը ինչ մտահոգություն ունի, եթե Քոչարյանը դառնա իշխանություն։ Ես ասացի իմ տեսակետը, իմ անձնական տեսակետը, որ հաջորդ իշխանությունը ԿՊ-ի չարիքից հետո միաբևեռ իշխանություն չի լինելու։ Բայց Մտահոգություն ունի հանրապետական երկրորդ նախագահը։ Դաշնակցությանը վերաբերող հարցերը տվեք դաշնակցականներին, հանրապետականին վերաբերող հարցերը Բայց հանրապետականներին։ Ռոբերտ Քոչարյանը որ գա իշխանություն առաջինը Սերժ Սարգսյանից ձեզ վրեժ կլուծի թե Նիկոլ Փաշինյանից բան Վարդանյան։ Դուք Ռոբերտ Քոչարյանին չեք ճանաչում եւ Դուք ճանաչում անիմաստ եզրակացություններ եք անում։ Որևէ մեկից վրեժ լուծելու խնդիր չկա։ Հայաստանը վերականգնելու խնդիր կա։